Սիրելիներս ողջույն բոլորին եւ իհարկե բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում։ Ես Նադյան եմ եւ սկսում եմ իմ հերթական վլոգը Երևանի սրտից։ Գնացել էի, ինչու եմ դա շեշտում, որովհետեւ վլոգների ներքևում շատ հաճախ եք ինձ հարցնում, թե որտեղ եմ ես ապրում, որտեղից եմ նկարում իմ վլոգները։ Դրա համար որոշեցի այսօրվա վլոգը հենց այդպես սկսել։ Ու նաև կասեմ ձեզ, որ ես Երևանում եմ ապրում, դա էլ հետաքրքրում է շատ հետևորդներին, քանի որ մեր հայ յութուբեր աղջիկների շրջանում շատ են այն աղջիկները, ովքեր Հայաստանից դուրս են ապրում, եվրոպական երկրներում հատկապես, ու քիչ են հայ յութուբեր աղջիկները, ովքեր ապրում են հենց Հայաստանում, եւ այո, մենք ունենք մի հատ մեծ խնդիր. մենք ամեն օր, ամեն վլոգ նկարելուց, հատկապես երբ մարդաշատ վայրերում ենք նկարում, բախվում ենք տարօրինակ հայացքների, շուրջը 4 կողմից բոլորը տարօրինակ աչքերով մեզ են նայում։ Դե դրսում այդ խնդիրը շատ ավելի հեշտ է, չէ, լուծելը, որովհետև Եվրոպայում դու խոսում ես հայերեն նկարելով գնում ես ու բոլորը կարող են ուղղակի մտածել, որ դու տուրիստ ես, քեզ բանի տեղ չդնել, ինչպես մենք էստեղ բանի տեղ չենք դնում տուրիստներին, երբ իրենք նկարելով շրջում են քաղաքում, բայց երբ դու խոսում ես հայերեն, տեսախցիկը քեզ վրա պահած, ինչ որ բան ես նկարում, ու հենց հիմա էլ ես խոսում եմ եւ բոլորը ինձ են նայում, մեքենաների միջից, անցորդները, մի խոսքով փորձում եմ հաղթահարել այդ կոմպլեքսը եւ ինչպես ասացի, գնացել էի դեմքի մաքրման, կնկատեք երևի իմ փայլող քիթիկը եւ այս այտերից հատվածը շատ փափուկ, թարմացած, նուրբ մաշկով դուրս եմ եկել Թերեզայի մոտից, Թերեզան շատ լավ մասնագետ է ու կարող եմ իր կոնտակտային տվյալները այս վլոգի ներքևում թողնել նկարագրության բաժնում, եթե կցանկանաք դիմեք իրեն, եթե Երևանում եք կամ Երևանին մոտ, շատ լավ աշխատանք է կատարում, ու այսօր ես Թերեզային հարցրեցի, արդյոք որքան ժամանակ մեկ պետք է հաճախել դեմքի մաքրման, ու շատ հիշվող պատասխան ինձ տվեց Թերեզան, որ ամեն սեզոն կարող ենք դիմավորել թարմ, փափուկ նորածնային մաշկով։ Հետևաբար իմ հաջորդ այցը արդեն կլինի սեպտեմբեր ամսին, ու ամբողջ ամառ ես ինձ սիրուն, պսպղուն դեմքով ման կգամ։ Չնայած Երևանում այնքան կեղտ ու փոշի կա, այնքան ոչ մաքուր օդ, որ կասկածում եմ 3 ամիս դեմքս սենց մաքուր կմնա, այս փոշին, որ այսքան մեր դեմքին է նստում ու մենք ենք շնչում այս փոշին, աբսուրդ է ուղղակի։ Իսկ հիմա պետք է գնամ Onyx, պատվեր ունեմ, շատ պատվերներ ունեմ արած, բայց ընդամենը մեկն է հասել, չգիտեմ խի այդ մեկը շուտ հասել, գնամ պատվերս վերցնեմ եւ շտապեմ տուն, որովհետեւ արդեն քանի ժամ է ես առանց երեխաների չափչփում եմ Երևանի փողոցները եւ մարդիկ շարունակում են ինձ նայել տարօրինակ հայացքներով։ Տանից դուրս ենք եկել, գնում ենք զարգացման կենտրոնի բացման։ Այդ զարգացման կենտրոնի հետ առաջին անգամ չի, որ ծանոթանալու եմ, ես իրենց ծանոթ եմ իրենց մեկ այլ մասնաճյուղի հետ, բայց այսօր բացվում է իրենց արդեն թվով 3-րդ մասնաճյուղը, ու գնում ենք բացմանը, համոզված եմ, որ այս մեկը գերազանցել է նախորդների։ Հաճում ձեզ էլ որոշ կադրեր ցույց կտամ։ Այ, ինձ փորիկը եկել է։ Մեկ անգամ ողջունում եմ բոլոր ներկաներին, շատ ուրախ եմ, որ ժամանակ եք գտել և պատմել եք մեր այս գեղեցիկ միջոցառումը, որոնք տալու են համանային դպրոց, նաև օգտվելու են լողավազանից։
շատ առանձնահատկություններ ունի ալբոմ կան, որոնց ես դեռ կանդրադառնամ։ Որում եմ և ուզում եմ, որ սա երեքով չսահմանափակվի։ Այելի են և ճիշտ կբերվեն քո բալիկներին, դու կարող ես հանգիստ թողնել և գնալ քո գործին, ձեզ մաղթում եմ կանանչ ճանապարհ, ուզում եմ, որ այստեղ և վստահ եմ արդեն, որ այստեղ բալիկները շատ բան կսովորեն։ Սրանք խաղեր են։ Լավն է, չէ՞։ Հաջող։ Դե ինչի։ Կամ բացեմ։ Հաջող կյանք։ Խելոք կմնաս, հա։ Երեխաներին թողեցինք տատիկ պապիկի տանը, եկանք ունեքս վերցրինք իմ պատվերները, այն որ ասում էի պատվերներիցս ընդամենը մեկն է հասել ու մնացած պատվերներս չի հասնում, հաստորեն օրերի տարբերությամբ ընդամենը մնացած պատվերներս էլ հասան և հիմա գնում ենք մոլ գնումներին։ Մենք հասանք Երևան մոլ, բայց դեռ ոչ մի խանութ չենք մտել, եկանք Էմինեն մեծերի համար նախատեսված բատուտներ ուզում մտնել, ինչքան ինքը մեծանում է, այդքան այստեղ խաղը հրապարակում ավելի քիչ իրենց զբաղվելու տեղեր էր մնում, բայց մի հատ բատուտ կար իրան հարմար, մտավ այդ բատուտը, ես էլ որոշեցի ինչ-որ բան ուտել, ուժերս հավաքել, հետո նոր կգնանք խանութներով կպտտվենք։ Այդպես պիցա վերցրի, բայց մի կեչուպ պակաս եմ դրել, երկու կեչուպ էի ուզել։ Մի կեչուպ եմ վարկել։ Հետո կգնամ Էմինին կվերցնեմ և կգնանք մի քիչ էլ խանութներով կշրջենք, որովհետև մեր նպատակը ի վերջո չմոռանանք ինչներ եկել ենք այստեղ գնումների ու պետք է մեր գնումները անպայման անենք ուզած, որովհետև վաղը գյուղ ենք գնում երկար ժամանակով ու այսօր բոլոր կիսատ գործերը պետք է վերջացնենք, իսկ Օնեքսի պատվերները առանձին unboxing-ով ցույց կտամ, կարծում եմ մի հատ ինքը ամբողջական առանձին վիդեո կլինի, իսկ այսօրվա գնումները ցույց կտամ այս վլոգի շրջանակներում։ Մեկը ոտքով հարվածել էր պատահական, Էմինի քթին ու Էմինի քթի ծարուներ եկել, համոզեցի, որ դուրս կա բատուտից, բայց չուզեց։ Հիմա նորից հետա գնացել, բայց մի քիչ անհանգիստ եմ, որովհետև ինքը այդ խնդիրը ունի իր քթից, եթե շոկ է լինում, քթից միանգամից արյուն է գալիս, եթե ինչ-որ մեկը միամիտ կպնում է, միանգամից քթից արյուն է գալիս։ Ու ինչ ճարարեցի, որ դուրս գա, չէ, խնդրում եմ, էլի մի քիչ էլ մնամ, խնդրում եմ, մի քիչ էլ մնամ, ու հիմա էլի ներսում է, չնայած աղջիկներին հեռախոսը համարս տվել եմ, անհրաժեշտության դեպքում կզանգեն։ Էմինը դուրս եկավ, քիթդ լավ է։ Հիմա իրեն գնում ենք ջուր վերցնենք, ծարավել է։ Ու ի վերջո գնանք խանութներով, որովհետև դեռ հերթը խանութներին չի հասնում։ Ուրախոց ջուրը իմին։ Ջուրդ վերցրիր։ Կողում ես։ Բաղ ստանալու։ Խի։ Ես ծարավ չեմ, խի պետք է ես ստանամ։ Գնա դու քո ջուրը ստացի։ Բայց իմ մոտ փող չկա։
Խես վերցրել ուրեմն։ Խես վերցրել, եթե կոմոդ փող չկա։ Մենք հասանք տուն ու ես մի անգամից անցա թխվածք պատրաստելուն, որպեսզի թողնեմ տանն ու ճանապարհ ընկնենք դեպի գյուղ, բավականին երկար ժամանակով ենք գյուղ գնում, ինչպես ասել էի արդեն նախորդ վլոգում։ Ու հիմա կհարցնեք, եթե երկար ժամանակով գնում ենք գյուղ, ապա ում համար եմ թողնում թխվածքը, թողնում եմ Էմինի ու ամուսնուս համար, որովհետև Էմինը մեզ հետ չի գալու, ինքը դեռ չի ավարտել իր երաժշտական դպրոցը, առջևում քննություններ ունի ու պետք է մնա տանը։ Այս տեղափոխությունը ինձ մի քիչ դժվար է տրվել, թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն, ֆիզիկապես, քանի որ գրեթե մեկ մեքենա իր եմ հավաքել, դե պատկերացրեք ինչքան իրա մեզ անհրաժեշտ երեխաների հետ երկար ժամանակով գյուղում ապրելու համար, ու հոգեբանորեն, քանի որ ես արդեն ունեմ կարգավիճակի փոփոխություն, երեխաների հետ պետք է լինեմ այն վայրում, որը իմը չի, ճիշտ է, ես լինելու եմ ծնողներիս տանը, բայց ինձ արդեն այնտեղ հյուր եմ զգում, կարելի է ասել, ես արդեն ունեմ իմ տունը, իմ կոմֆորտը, իմ հարմարավետությունը ու հիմա ստիպված եմ լինելու այս կարգավիճակում երեխաների հետ դուրս գալ այդ հարմարավետության գոտուց, բայց դե այս պահին ունենք այն ինչ ունենք, պետքա հարմարվենք, պետքա դրական նայենք այս ամեն ինչին, ու դե իհարկե ամենակարևորը վստահ գիտեմ, որ երեխաները գյուղում իրենց շատ լավ են զգալու, այնպես որ ուրախ տրամադրությամբ հավաքվում ենք ու ճանապարհ ընկնենք։ Այս կադրերը ձեզ կհուշեն, որ մենք արդեն գյուղում ենք։ Ճիշտ է։ Մենք արդեն գյուղում ենք եւ ուզում ենք փորձենք։ Ադանա երեկվանից ուզում է կրականի, մերոնք թույլ չեն տալիս։ Ու այսօր տանը մարդ չկա, գործերով դուրս են եկել։ Ես էլ որոշեցի Ադանի հետ sense փոքրիկ չարաճճիություն անեմ, քանի մեծերը տանը չեն։ Ես գիտեմ արդեն երկուսը մի անգամ։ Ու կրական ենք։ Տեսնեմ վերջի ինչա ուզում ես երեխեն, ինչա ուզում փորձի։ Պատրաստվում ենք ես, Ադանը ու Առնոն գնանք ծնունդ եւ հիշեցի, որ ձեզ ցույց չեմ տվել մեր գնումները։ Ադանի համար վերցրել եմ երկու հատ sense շորտ։ Երկուսը միասին արժեին ընդամենը 5490 դրամ։ Վերցրել եմ այս շորտերին համապատասխան sense սիրուն Batman-ով շապիկ։ Ադանը շատ էր ուրախացել ու շատ էր հավանել։ Կհագնի վերջում վերջնական տեսքն էլ ցույց կտամ, արժեքը ընդամենը 3290 դրամ։ Ինձ համար վերցրել եմ նասկիներ, ես նասկիներ շատ եմ սիրում ու սենց կարողա վերցնեմ ու պահեմ, օրինակ, ավելորդ լինի, այդ պահին շատ ունենամ նասկիներ, ոչ հագնեմ, ոչ էլ, բայց սենց պահեմ դարակներում ու մենք դարակներում լիքը սենց նոր նասկիներ ունենք պահած, բայց ես մեկը շարունակում եմ գնել։ Էմինի համար եմ վերցրել նասկիներ, իր սիրելի թեմատիկայով, վերցրել եմ սվիտր, որքան էլ զարմանալի է և սեզոնը չի, բայց այնքան դուրս եկավ, այնքան լավն էր, սենց փոմփլիկ, վերցրել եմ Առնոյի համար, որ սեզոնին հագնի, արժեքը 3000 քանի 100 դրամ էր կարծեմ, չգիտեմ այստեղ չկա գրված, պոկել են, 3000 քանի 100 դրամ էր արժեքը ու շատ լավն էր, սենց լավ զեղչով, ասեցի ինչի չէ, որ վերցնեմ կդնենք դարակում ու այստեղ արդեն մեր նվերն է, որ պետքա տանենք տղաներիս ապերիկին իր ծննդյան օրն այսօր, դառնում է 3 տարեկան, Առնոյից ընդամենը 1 ամիս է մեծ ու այսօր իր ծնունդն է, գնալու ենք, սիրուն կհագնվի հեսա քիչ հետո Ադանը, ձեզ ցույց կտամ իր հագին արդեն։